Բարի լույս հարգելի հեռուստադիտող, Նուր հեռուստաընկերությամբ մենք սկսում ենք բարի առավոտը։ Այսօր հոկտեմբերի 25-ն է եւ մինչեւ մենք կանցնենք մեր շատ հետաքրքիր զրույցին, հիշեցնեմ, որ հոկտեմբերի 25-ը պատմության մեջ նշանավորվում է մի քանի հետաքրքիր փաստերով։ Այսօրվա եղանակային կանխատեսումների հետ կապված հետաքրքիր փաստ կա, հենց այս օրը 1929 թվականին տեղի ունեցավ առաջին կառավարվող թռիչքը ամպերի միջով։ Եվ այնինչ այսօր մենք կանխատեսում ենք, այդ օրն է դիտարկվել եւ տեսանելի դարձել։ Եվ ես շատ անհամբեր եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրին եւ քննարկելու այն թեման, ինչը որ այսօրին շատ արդիական է, այսպիսով մեր տաղավարում է ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Եվ բարով եք եկել մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Մինչեւ կանցնենք այն ամենին, ինչը որ այս օրերին բուռն քննարկվում է, նախ պատմեք Նազիկ, ինչպես է սկսվել ձեր շաբաթ առավոտը եւ առհասարակ ինչպես են սկսվում ձեր առավոտները։ Այս ընթացքում ինչ կա այն գործունեությունը, որ հիմա անում եմ, հիմնականում նույն ձև է սկսվում, առավոտ արթնանալ զարթուցիչով, արագ թեյել, կամ սրճել, հագնվել, պատրաստվել, մի հատ տղային գրկել, էներգիա ստանալ ու դուրս գալ։ Այո, ստացվում է շաբաթ կիրակին էլ է աշխատանքային ու աշխատանքի մասին այս օրերի ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց ես գուշակում եմ, որ հաճելի ծանրաբեռնվածություն է, որովհետև այնինչ անում եք, արդեն երևում է էկրաններից էլ տարբեր ռեպորտաժներից, որոնք որ դիտում ենք այս օրերին, շատ սիրով է լինում, որովհետև շատ սպորտի եւ դրա զարգացման մասին է։ Բնականաբար ծանրաբեռնվածությունն ու պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ ծրագիրը ինքնին մեծ է, որովհետև ոչ թե ինձ հետ է մենակ կախված, այլ արդեն երեխաներն են այդ պատասխանատվությունը եւ դա շատ կարեւոր է, բայց ինչ խոսք հաճելի, քանի որ անում եմ այն, ինչ սիրում եմ։ Այո, հայտարարեցիք Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի ստեղծման մասին, մենք այսօր խոսելու ենք հիմնադրամի մասին, խոսելու ենք այն սպորտային ընդհանուր ձեռքբերված պատմության մասին, որը որ այսօր դարձել է հասարակական գործունեություն։ Պատմեք Նազիկ, ինչպես առաջացավ միտքը, գիտեմ, որ տարիների պատմություն ունի եւ այսօր ինչպես է հիմնադրամը ստեղծվել եւ ինչ կարող եք արդեն ներկայացնել հիմնադրամի մասին։ Բնականաբար ես շատ նորմալ եմ համարում, երբ որ մարդ ինչ-որ գործունեություն է անում եւ վերջացնելուց հետո մտածում է ոնց այդ իր տարիների աշխատանքը կարողանա ավելի արդյունավետ ծառայեցնի այն երեխաներին, սերունդին կամ այն գործին, որի կարիքն ունեն մնացածը մարդիկ երեխաները։ Հենց դրա համար իմ մեջ առաջացավ հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որպեսզի այն ճանապարհը, որ ես անցել եմ, այն ինչ որ ես զգացել եմ, այն բացթողումները, այն առավելությունները, որը որ ես ունեցել եմ, այդ ամեն ինչը կարողանամ փոխանցել մյուս սերունդներին։ Այո, մեկ ասում են, դու կարող ես վայելել քո կյանքը, քո հաղթանակները, դու արել ես ամեն ինչ, ոչ, իմ հաղթանակները ինձ համար ես համարում եմ տրամպլին, մի ցածկա արտակ, այդպես են ասում, իմ հետագա գործողությունների համար։ Եվ դրա հիմքում էլ ստեղծվեց հիմնադրամը, որպեսզի փոխանցվի այն մարզական փորձը, որը որ տարիների ընթացքում կուտակվել է։ Գիտեմ, որ արդեն գործնական քայլեր արվել են, մի փոքր ուզում եմ խոսել առարկայական այն քայլերի մասին, որն արվել է հիմնադրամի շրջանակներում եւ ինչ է ասել սպորտի զարգացում, հիմնադրամը ինչպես է զարգացնելու սպորտը, այն մարզաձևերը, որոնք որ ներառված են։ Իրականում տարիներ ի վեր ես անընդհատ այցելում էի մարզեր, շփվում երեխաների հետ, փորձի փոխանակում կարելի ասել անել, խորհուրդներ, մոտիվացիոն հանդիպումներ, բայց զգում էի, որ ու շատերն են բնականաբար անում, ինչը շատ կարևոր է, բայց երբ որ մենք հետ ենք գալիս, երեխաները նորից իրենց նույն առօրյային կենցաղին են անցնում եւ չկա այն հնարավորությունները, որտեղ որ իրենք կարողանան անել այն ամենը, ինչ ստացել են հյուրերից, իրենց ընկերներից, ովքեր իրենց այցելում են, ու իմ մեջ ինչ-որ միշտ կիսատ բան էր մնում եւ ես հասկացա, որ այնտեղ միջավայր է պետք, միջավայր, որտեղ երեխաները կկարողանան զարգանալ, ձևավորվել, մենք մարզերում հզոր սերունդ ունենք, հզոր ներուժ, հակառակ դեպքում ես իմ ամբողջ էներգիան չէի դնի այնտեղ սպորտը զարգացնելու վրա, ես տեսել եմ այդ երեխաների աչքերի կայծը, ես տեսել եմ այդ ներուժը, իրենց պոտենցիալը։ Դրա համար ես համոզված եմ, որ այնտեղ մի փոքր պայմանների առկայության դեպքում մենք կունենանք Եվրոպայի, աշխարհի, ինչու՞ չէ նաև օլիմպիական չեմպիոններ, հենց դրա համար եկանք նրան, որ ոչ միայն ծանրամարտ լինի, այլ մի քանի տարբեր սպորտաձևեր, ներողություն, հետագայում շատ մեծ հույս ունեմ, որ այդ սպորտաձևերը կավելանան, հատկապես թիմային սպորտաձևերը։
Այժմ առաջին պիլոտային նախագիծը կարելի ասել Արտիկի շրջանի Փանիկ գյուղում է։ Արդեն հողատարածքը նվիրել են հիմնադրամին 14000 քառակուսի մետր, կառույցը արդեն նախագծային տարբերակով կա 3800 քառակուսի, ներառված են սպորտաձևերի ծանրամարտ, տմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, ֆուտբոլ, ինչպես նաեւ լող։ Ներառված են նաև փափուկ հմտություններ, քանի որ երեխաները ոչ միայն պետք է զարգանան ֆիզիկապես, այլ մարզիկներին պետք է այլ հմտություններ։ Դա էլ իմ փորձից եմ ես ասում, որպեսզի որակներ պետք է որ ամեն ինչ իհարկե եւ ոչ միայն իմ փորձից մարզիկներին այլ որակներ են պետք եւ ոչ միայն մարզիկներին, այնտեղ այնպես չէ որ պետք է բոլորը չեմպիոններ դառնան, բայց մենք կարողանանք համապարփակ ունենալ ուժեղ եւ ժամանակի մրցունակ անհատներ։ Դրա համար, ինչպես նշեցի, ներառված են փափուկ հմտությունները, որպեսզի սպորտը ավելի պրոֆեսիոնալ լինի, սպորտային հոգեբանություն, կինեզոլոգիա, ամֆիթատրոն է ներառված կառույցի մեջ, որպեսզի միջոցառումների, ֆիլմադիտումների համար, գրադարան, միջավայրեր, որտեղ երեխաները կկարողանան խաղալ, իրենց լավ զգալ, միջավայր, որտեղ երեխան կկարողանա դպրոցից հետո գալ եւ շատ ուժամի տուն գնալ։ Կքաշի երիտասարդին, նամանավանդ այսօրվա դարում այդ գadgetների եւ հեռախոսների կողքին դժվար է ստեղծել այնպիսի միջավայր, որը որ գոնե հավասար այսպես հմտություններ ու կարողություններ կունենա քաշելու, հետաքրքրելու երիտասարդներին։ Այո, եւ իմ նպատակը դա է եղել, որ մարզերում ապրելով, գյուղերում, իրենց հեռավոր փոքրիկ գյուղերում ապրելով երեխաներն ունենան այն հնարավորությունը, որը որ ունի քաղաքում ապրող երեխան կամ աշխարհի առաջատար պետություններում մարզվող երեխան, եւ որևէ միտեղ ոչ միտեղ չգնալով իր գյուղից մնա այնտեղ ապրի, զարգացնի իր գյուղը եւ հենց այնտեղից չլքելով իր ապրելավայրը կարողանա ազգին պիտանի մարդ դառնալ։ Այս շատ այսպես թիրախին եք խփել, որովհետև այսօր շատ են խոսում, որ երիտասարդները, պատանիները հեռանում են գյուղերից, որովհետև չկա այն ամենայն միջոցները, որտեղ նրանք կարող են իրացվել որպես մարզիկներ, որպես երգիչներ, դերասաններ եւ հիմնադրամը նաեւ այս խնդիրն է գալիս լուծելու։ Քանի որ մարզերի վրա եք հիմնական կենտրոնացել, շատ կան մարզիկներ, կարծում եմ կհամաձայնեք, ովքեր մարզից մարզ գնալու այդ ամբողջ ճանապարհին արդեն հոգնում են, արդեն հիասթափվում են եւ երբեմն կորում է այն ամբողջ ուժը, որը որ կա այսօր մարզերում մեր երիտասարդների մեջ։ Այս դեպքում նաեւ ստացվում է կարեւորել եք հենց մարզում մնալը, մարզում մարզվելը ու այստեղ կյանքը ընդհանուր ծավալելը։ Ես դա տեսել եմ դեռ 16-17 տարեկանից, երբ որ սկսեցի զբաղվել ծանրամարտով։ Մեր գյուղից, քանի որ ես այնտեղից արդեն պարապում էի, ճիշտ է, քաղաքում էի ապրում, բայց իմ մայրիկի գյուղը մոտավորապես 35 կիլոմետր հեռու է քաղաքից, 35-ից 40։ Ու քանի որ ես իմ մի կողմը այնտեղից է, շատերը ոգևորվեցին ու ուզում էին գային, պարապեին, գալիս էին գնում անընդհատ այդպես, բայց ամիս, մի 2 ամիս, 3 ամիս ու հետո թողնում էին սպորտը։ Կամ երեխան տեսնում է, ծնողը տեսնում էր, որ երեխայի մեջ կա պոտենցիալ, երեխային վերցնում գալիս էր քաղաք, որպեսզի կարողանար երեխան շարունակել սպորտը։ Ու իմ մարզիչը շատ մեծ ափսոսանքով էր նայում այն երեխաներին, ովքեր որ գյուղից թողնում էին սպորտը։ Մեկը հենց իմ եղբայրները, քույրերը, գյուղում ապրող եւ դա ես այդպես տարիներ ի վեր տեսնելով անընդհատ գալիս էի ու երբ գնում էի մարզեր, գալիս էի անընդհատ օրերով այդ ապրումներն իմ մեջ չէին անցնում, թե ինչ հզոր երեխեք են այնտեղ։ Բայց չկա որևէ մի բան, որպեսզի երեխաները կարողանան պարապել, իրենց ներուժը դրսևորել եւ տեսնում էի, որ մենք կորցնում ենք չեմպիոններ, բառից ամենալայն իմաստով։ Եվ հուսանք այս հիմնադրամից հետո մեր չեմպիոնների թիվը կավելանան, նամանավանդ ծանրամարտ, տմբշամարտ մենք ունենք լեգենդար անուններ ու դեմքեր, վստահաբար նրանց կողքին շատ անուններ կավելանան։ Ես ուզում եմ նաև խոսել են պրոֆեսիոնալ մարզիկին պետք եկող հանգամանքների մասին։ Ինչ է պետք ընդհանրապես մարզիկին, որպեսզի ինքն իրեն լավ զգա պարապելիս, ինքն իրեն պիտանի զգա պարապելիս եւ չեմպիոն դառնալու ճանապարհը, որը որ շատ բարդ է, իրեն հասանելի դառնա ինչ որ չափով, երբ ինքը մարզվում է, պարապում է այն վայրում, որտեղ որ իր գյուղն է, իր մարզն է, քաղաքն է։ Բնականաբար մարզիչի դերը շատ կարևոր է։ Դրա համար հիմնադրամի առաջի խնդիրներից մեկը մարզիչների, սպորտային հոգեբանների,
բժիշկների, սպորտային բժիշկների վերապատրաստման խնդիրն է պատրաստվում լուծել, որովհետև ինչքան էլ ուզում է լավը լինի մարզիչը եւ մասնագետը, եթե չի վերապատրաստվում, ինքը բնականաբար մի քիչ հետ է մնում, եւ այդ մասնագետների արկայությունը շատ կարեւոր է։ Համապարփակ պետք է լինի։ Մենք պարապել ենք, մենակ մեր մարզիչը եղել է մեզ համար ամեն ինչ։ Հայր, մայր, երբեմն, ամեն ինչ։ Բայց ես գտնում եմ, որ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է պետք, իհարկե ի ուրախություն ինձ, հիմա շատ ավելի մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ ես էլ որպես մի մարդով անցել այդ ճանապարհը, ես էլ իմ ներդրումն եմ ուզում ունենամ այս ճանապարհին, սպորտի աշխարհում, նաև ուզում եմ, որ մենք մի քիչ դուրս գանք պահանջկոտության այդպես այդ կարգավիճակից, պահանջատիրոջ կարգավիճակից եւ մենք հասկանանք մենք ինչ կարող ենք անել, ինչ որը կարող լինի մեր ներդրումը։ Դրա համար չգիտեմ փոքրիկ թե մեծ, բնականաբար բոլորին չենք կարող օգնել, բայց եթե ոչ մի բան չանենք, որևէ մեկին չենք օգնի։ Այո։ Հենց դրա համար էլ ես սկսեցի այդ ճանապարհը եւ այն հնարավորությունները, որ ես եմ ունեցել իմ ճանապարհին եւ որը որ չեմ ունեցել, ուզում եմ, որ մեր մարզերում ապրող երեխաներն ունենան։ Ընտիր, այստեղ շատ բաց քայլ է, երբ փորձում եք այն ինչ որ ձեզ պակասել է, դուք տակ, այսինքն ստացվում է ձեզ մոտ չի եղել, բայց այնուամենայնիվ կա ձեր մեջ եւ դա փորձում եք տալ մեր ապագա սերունդներին։ Նազիկ, շատերն ասում են, որ սպորտում չկաք, երկար տարիներ դադար կար այնուամենայնիվ որպես պրոֆեսիոնալ մարզիկ։ Համարում եք այս քայլը վերադարձ դեպի սպորտ։ Իրականում իմ սպորտային կյանքը շատ կարճ է եղել։ Մինչև աշխարհի առաջնությունը ես 3 տարի էի պարապել, որ դարձա աշխարհի չեմպիոն, հետո ավտովթար, տարբեր վնասվածքներ, ես 7 տարի դուրս մնացի սպորտից եւ հետ վերադարձա, 1 տարի ու կես պարապեցի եւ դարձա Եվրոպայի չեմպիոն, հետո օլիմպիական խաղեր ու այդպես թողեցի սպորտը։ Իրականում շատ կարճ է եղել։ Այո, այս տարիների դադարն էլ հենց այնպես չէր։ Եվ այս ծրագիրը պետք է լիներ հենց հիմա, որովհետև ես ինչքան տեսնում եմ, եթե դա շուտ լիներ, կարող էր ձախողվել, որովհետև չկար այն ամեն ինչը որ հիմա կուտակված փորձը, այդ պատրաստվածությունը, հիմա որ ես պատրաստ եմ ամեն ինչ ներդնել, ամեն ինչ պատկերացնում եմ, երևի թե ոչ թե սպորտից դուրս է, այլ հավաքվում էր այն ամեն ինչը, որ բերեր ինձ այդ քայլին։ Ոչ թե պրոֆեսիոնալ սպորտ եմ վերադառնում, կարելի ասել, ես պարզապես վերադառնում եմ սպորտային աշխարհ։ Ես դուրս չէի այս ամեն ինչից, տարբեր ճիշտ է գործունեություններ եմ արել, բժշկական համալսարանում եմ դասավանդել, տարբեր աշխատանքներ, բայց զգացի, որ դա այն չէ, ինչ որ ես ուզում եմ։ Ես իմ ապսեի մեջ չէի, քանի որ իմ էներգիան ես չէի կարողանում լիարժեք իրացնել, եւ այն ճանապարհը, որ անցել էի, ես զգում էի, որ ես այն աշխատանքն եմ անում, որ ընդհանրապես կապ չունի ինձ հետ։ Նազիկի մասին չէ։ Նազիկ Ավդալյան, որ ասոցացնում են բոլորը սպորտի, ծանրամարտի հատկապես, գուցե դրա մասին չէր։ Այո, ու ես զգում էի, որ ես կարող եմ շատ ավելին անել ու իմ գործունեությունը շատ ավելի շատ երեխաների օգուտ բերի։ Դրա համար շատ տեղին ու ժամանակին այս ծրագիրը իրականացնելու միտքը եկավ։ Եվ արդեն 1 տարի է ինչ աշխատում ենք, կարելի ասել, տեսեք 1 տարվա մարդիկ դեռ պլանավորում են անեն, չանեն։ 1 տարի առաջի մեջ այս գաղափարը արթնացավ եւ արդեն հիմա մենք ունենք կոնցեպտ, մենք ունենք լրիվ պատկերացումներ, ինչ պետք է անենք, մենք ունենք ընկերներ, գործընկերներ, շատ ուժեղ թիմ, որի համար շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ աշխատում են ինձ հետ։ Այս 1 տարվա ընթացքում, ասեմ առանց ֆինանսական դեռ բնականաբար աջակցության իմ կողքին են եղել, ինչի համար իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ թիմին, այն ընկերություններին, ովքեր հավատացել են ինձ դեռ գաղափարից, բոլոր նրանց, ովքեր աջակցել են, բոլոր նրանց, ովքեր դեռ միանալու են։ Այո, այդպես վստահաբար հիմնադրամի լավ գործունեության համար եւ ֆինանսական աջակցություն է հարկավոր եւ այն հոգեբանական ձեր թիմի միջոցով, որ ստանում եք, արդյոք հանգանակությունների հնարավորություններ կամ ինչպես օգնել հիմնադրամին, եթե այսպես լայն ներկայացնեք, ովքեր կարող են օգնել եւ ինչպես է այդ գործընթացը տեղի ունենում։ Իրականում արդեն կայքը կա, կայքի եթե ուզում են նվիրատվություններ անել կայքի միջոցով կամ կարող են անձամբ ինձ հետ կապվել, շատ տարբեր են, շատ բաց է, շատ տարբեր ձև կարա լինի իրենց ներգրավվածությունը այս ծրագրում,
քանի որ ես ուզում եմ, որ սա ազգային ծրագիր դառնա։ Մենք փոքր պետություն ենք եւ տեսեք ինչ մեծ ոգևորությամբ ենք մենք մարզիկին ճանապարհում աշխարհի Եվրոպայի առաջություն մենք ինչ-որ սրտացավությամբ ենք, չէ, դիտում մրցումներ այդպես բալետ անում եւ ես ուզում եմ բերել այս ծրագիրը նրան, որ յուրաքանչյուր մարդ թեկուզ տնային տնտեսուհի իր փոքր ներդրմամբ թվացial փոքր, որովհետեւ չի ներդրում այդ փոքր ներդրումները կարող են կուտակվում եւ մեծ բան են դառնում։ Այո, իհարկե։ Եվ մենք ամբողջ ազգը բարիս բուն իմաստով, ամենալայն իմաստով կանգնած լինի այն մարզիկների կողքին, որոնց մենք ճանապարհում ենք աշխարհի առաջնություն։ Այդպես ոչ թե պարտադրաբար, ստիպողաբար, այլ այս ծրագիրը լինի բոլորինը։ Քանի որ գաղափարը իմն է, բայց իհարկե ես մենակ չեմ կարող դա անել։ Իհարկե։ Իմ համար ամենակարևորը միասնության գաղափարն է եւ այդ անտարբերությունը, որ ես տեսնում եմ ինչ-որ միտեղ, դա ահավոր է։ Մենք իրավունք չունենք այս պարագաներում անտարբեր լինել։ Մանավանդ երբ հպարտ նստած մենք էկրաններից նայում ենք մեր մարզիկների հաղթանակները, վերջերս ես հիշում եմ Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակը, այդ հպարտությունն ամեն ինչ արժե եւ իսկապես այդ փոքր հանգանակությունները վերջում շատ մեծ արդյունքների կարող են գրանցել եւ հիմնադրամի այն մեծ տեսլականը, որը կա, գործնականում կարող է իրագործվել եւ արդեն իրագործվում է։ Քանի որ խոսեցիք մեր մարզերում այն ներուժի, սպորտային ներուժի մասին, ինձ հետաքրքիր է հանդիպում եք արդեն երիտասարդների հետ, ինչ տպավորություններ դուք ունեք, իրենք ինչ են ձեզնից ստանում այդ հանդիպումների արդյունքում։ Ես միշտ եմ հանդիպումներ անում մարզերում, թեկուզ քաղաքում, երեխաների, ուսանողների, մարզիկների հետ։ Ես մեծ հույս ունեմ, որ եւ երևի թե այդպես էլ կա, եթե 100 երեխայի մոտ խոսում ես եւ նրանցից երկուսը իր կյանքում կիրառում է քո ասած արտահայտությունից թեկուզ մեկը, ուրեմն հանդիպումը նպատակային է եղել։ Եվ ես չեմ զլանում, եթե տեսեք ժամանակային առումով բնականաբար հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ բոլորի ժամանակն է շատ սուղ, բայց եթե դու անցել ես մի ճանապարհ, դու պարտավոր ես անել դա, դու չպետք է ասես ժամանակ չունեմ, ես իմ գործերը, ես աշխատում եմ հնարավորինս, իհարկե այդքան չեմ հասցնում ամենտեղ, բայց հնարավորինս ժամանակ տրամադրել երեխաներին, ժամանակ տրամադրել հանդիպումներին, որովհետև եթե դու հասել ես ինչ-որ մի կետի, արդեն դու պարտավոր ես դա անել։ Ընտիր, ես ուզում եմ նաև նավի մասին խոսենք, դուք եթերներից մեկի ժամանակ հետաքրքիր բացեցիք այդ հապավումը, բայց այնուամենայնիվ դա ինչ է, ինչ որ հենց այդ Նազիկ Ավդալյան եւ նաև հայրանունն է ավելանում, մի փոքր խոսենք, այո, Վարդանի, մի փոքր խոսենք դրա մասին, շատ խորհրդանշական է այդ նավի գաղափարը, ինչ որ տեղ տանելու, ես վստահ եմ այդ վայրը, որը որ տառնում է այդ նավը, դա հաղթանակն է, չեմպիոն դառնալն է, պրոֆեսիոնալ մարզիկ դառնալն է, ինչ է ասել նավ, մի փոքր ուզում եմ նաև դրա մասին խոսենք։ Նավը իրականում շատ հետաքրքիր համընկնում եղավ, որովհետև ես որ մտածում եմ ինչ պետք է լինի, հետո նոր եմ հասկացել, որ դա երբ որ բացում ենք մենք, անուն ազգանուն հայրան։ Բայց ես դա ոչ թե հապավում է, այլ իր գաղափարախոսությունն է, իր այո, գաղափարը, իր արժե համակարգով, արժեքներով, ինչի վրա հիմնված է այդ նավը, բնականաբար նավի սերունդ, որը որ լրիվ ուրիշ, չասեմ ուրիշ, բայց ուժեղ, շատ հոգատար, ազնիվ, ես չգիտեմ, նավը ունի արժե համակարգ, որի վրա հիմնված է։ Եվ դա մեծ հույս ունեմ, որ դեռ շատ բարձունքներ է տանելու այդ նավը։ Ինքն իր ամբողջ գաղափարախոսությամբ է, լրիվ այլ միջավայր է լինում մարզերում։ Հենց կարելի ասել հենց այդպես։ Շատ կարևոր է դա, ստացվում է, որ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամը սպորտի զարգացման լրիվ ուրիշ գաղափարախոսություն է առաջարկում եւ դրա մեջ թե միտքն է զարգանում, թե սպորտային կարողությունները։ Ես քանի որ ձեր խոսքում նշեցիք փափուկ հմտությունների մասին, երբեմն Նազիկ լսում եմ, որ մեր մարզիկների մոտ չի ստացվում թիմային խաղը։ Մենք ունենք լավ ըմբիշներ, լավ ծանրորդներ, ովքեր միայնակ են խաղում։ Ինչ է ասել թիմային կարողություններ զարգացնել եւ ինչ փափուկ հմտություններին է ուշադրություն դարձնելու հիմնադրամի միջոցով։ Հիմնականում շատ են լինելու, բնականաբար այդպես կոմպլեքս պետք է լինի։ Ընդհուպ մինչև ժամանակի կառավարումից, հույզերի կառավարում, հաղորդակցման հմտություններ, այո, թիմային մտածելակերպ, շատ տարբեր են լինելու եւ
թիմային մտածելակերպն ամենտեղ պետք է լինի, թեկուզ եւ մեր սպորտաձևում, որ թվում է անհատական, բայց մի ամբողջ թիմ կա կանգնած հետևում մարզիկի եւ առանց այդ աշխատանքի հնարավոր չի։ Եվ մենք յուրաքանչյուրս պետք է պատկերացնենք, որ թեկուզ եւ մեկի համար մի ամբողջ թիմ է աշխատում։ Եվ այո, այդ մտածելակերպի զարգացումը մեզ համար մենք ունենք դա, մենք ամենակրիտիկական պահերին մեր մոտ արտահայտվում է դա։ Մենք շատ ուժեղ ունենք, այնպես չի որ մենք թիմային մտածելակերպ չունենք։ Դա պետք է զարգացնել, նկատել ամենաառաջինը։ Իհարկե։ Տեսեք, ասեմ նավի արժեքներից նախ ինչպես նշեցինք, հոգատարություն, թիմային մտածելակերպ, հարգանք սեփական անձի, գործի, դիմացինի աշխատանքի նկատմամբ, ընդհանրապես հարգանք։ Մյուսը մի քիչ անընդհատ տարբեր բաներ եմ մտածում։ Անդադ նոր բաներ են առաջ գալիս։ Հաղթանակ, բայց ոչ ամեն գնով, բնականաբար, հաղթանակ ազնիվ ճանապարհով, քանի որ դա ամենակարևորն է։ Արժեքներ կան, որ հենց այդ արժեքների վրա է հիմնված։ Շատ կարևոր է եւ չեմ կարող չանդրադառնալ նաեւ այն հաղորդակցման հմտություններին, որոնք որ իրենք սովորելու են, որովհետեւ այսօր աշխարհը ճանաչում է մեզ մեր մարզիկների միջոցով եւ իրենց խոսքը տեղ հասցնելու հմտությունները։ Լրագրողների հետ շփումից ոչ մի քիչ առիթից օգտվեմ, մի մասնագիտական տեսանկյունից խոսեմ, որովհետեւ երբեմն մարզիկները շատ քչախոս են, իրենց հետ լրագրողները շատ դժվար են ինտերվյուներ անում, իմ գործընկերները հաճախ են ասում եւ իսկապես շատ կարևոր է նաեւ ներկայանալ մարզիկներ ունենալ խոսքի տեսանկյունից, իրենց հաղորդակցման հմտություններից, այսպես թիրախին եք խփել եւ շատ հաճելի է լսել այն ամենը, ինչ որ առաջ է քաշում հիմնադրամը։ Իրականում դա մարզիկի մեղքը չի, քանի որ ես էլ որ անցել եմ դրա միջով, մարզիկն այդ ընթացքում ոչ մի բանի մասին չի մտածում ու պետք է չի մտածի, չի էլ կարող մտածի, որովհետեւ իր վրա այնքան մեծ ծանրաբեռնվածություն է դրված ու իր ամբողջ օրը պետք է սահմանափակվի պարապել, սնվել, դե սնվելն էլ պետք է այնպես լինի, որ էլի պարապմունքին հարմարացվի, հանգիստը պետք է պարապմունքին, ամեն ինչը ինքը մարզում է, պետք են լինեն մարդիկ, ովքեր որ այո կկազմակերպեն իրենց առօրյան, այդ ամեն ինչի մեջ կլինի, դա մարզիկը չպետք է մտածի ամբողջ թիմը, այո, որ գնա ինչ որ խմբակների մասնակցի, չգիտես ինչ, տարբեր գնա դասընթացների, տրեյնինգների, դա չի կարող անել մարզիկը, պետք է անեն մարզիկի համար։ Ձեր ասած կոմպլեքս տարբերակը հենց դա էլ ներառում է իր մեջ, որ ամեն բան կա մարզիկի համար չեմպիոն դառնալու եւ հաղթանակներ բերելու մեզ։ Շնորհակալ եմ ձեզ, իսկապես շատ ոգևորիչ է, այսպես հաղթանակի հոտ եմ զգում այս ամեն ինչից եւ շատ հաճելի է լսել, որ կան հիմնադրամներ, որոնք որ աջակցում են մարզիկներին սպորտի զարգացմանը հենց այսպես եւ բոլոր կողմերից այսպես կարևոր թիրախներին եք խփել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ տաղավարում էր ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Մենք կարճ դադարից հետո դարձյալ տաղավարում ենք։